հետևյալ իրավիճակը, երբ անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել իշխանության եւ ընդդիմության համար, իշխանությունը ամեն կերպ փորձում է թիրախավորել ընդդիմադիրներին, մասնավորապես Սամվել Կարապետյանին։ Այս պայմաններում, այս անհավասար պայմաններում, արդյոք ընտրությունների նախաշեմին չի խախտվում նրանց ընտրությանը մասնակցելու իրավունքը, եւ եթե մենք խոսում ենք տեղական մարմիններից մեր հույսը կտրելու մասին, ինչ հույս պետք է ունենանք միջազգային այլ կառույցներից, հաշվի առնելով հավաքական արևմուտքի վերաբերմունքը եւ կամայական վերաբերմունքը։ Սա առաջին հարցը եւ երկրորդ հարցը վերջերս հրապարակվեց Էմանուել Մակրոնի հարցազրույցներից մեկը, որը արվել է 2 տարի առաջ, ինքը հետո խոսում է, որ ինքը հորդորել է Փաշինյանին հանձնել Արցախը, քանի որ Արցախում կային ռուսական զինվորներ եւ ռուսները պետք է դուրս գային Արցախից։ Այդ հարցազրույցում Մակրոնը Արցախը անվանում է տարածք, որը գտնվում է Ադրբեջանի սրտում։ Կխնդրեմ ասեք, արդյոք այսպես չի անտեսվում հայ ժողովուրդը, հայ ազգը, մասնավորապես մեր արցախահայերը, այն 120,000 հայերը, ովքեր այսօր մնացել են անհայրենիք, եւ այսօր Հայաստան գալով բարձր ամբիոնից խոսում են տարածքային ամբողջականությունից, Հայաստանի ինքնիշխանությունից, Հայաստանը ինչպես պետք է հավատա ոչ միայն Մակրոնին, այլ նաեւ Եվրամիությունը, Եվրոպան ներկայացնող այլ ներկայացուցիչներին։ Հայերը չեն կարող հավատալ Եվրոպական միությանը։ Եկեք շատ պարզ ասենք դա։ Հատե ինչու իսկ կարևոր է, որ մարդիկ դրանք կվերքեն Սամվել Կարապետյանի նման ուժը Հայաստանի Սամվել Կարապետյանի նման մարդ, ով ունի այդ ուժը, ով ունի ազնվությունը, շատ անկեղծ ասեմ ձեզ, մարդ, ով ահռելի կապ ունի հայ ժողովրդի եկեղեցու հետ, հայ ժողովրդի պատմության հետ եւ սիրով է վերաբերվում, որ կանգնի հայ ժողովրդի կողքին, որովհետեւ այդ հանդիպման ընթացքում, որը Երևանում տեղի ունեցավ, ոչ ոք Հայաստանի շահերի պաշտպանության դիրքերից հանդես չեկավ։ Հայաստանի տեղը սեղանի շուրջ դատարկ էր։ Մեր պատանդները ոչ միտեղ չկային։ Եկեղեցիների պղծումը թույլ տվեցին, որ շարունակվի, անգամ առանց մեկ մեկնաբանության։ Այնպիսի առաջնորդների կողմից, ովքեր թույլ տվեցին, որ եկեղեցիները պղծվեն։ Մարդիկ են, ովքեր ըստ իս կորցրել են լեգիտիմության իրավունքը։ Ես շատ ուժեղ համոզմունքներ ունեմ, ես հրեա եմ, բայց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչն եմ եղել Ուկրաինայում, դեմ Ցելենսկու ռեժիմի կողմից ահավոր բռնաճնշումների վերջին 3 տարիների ընթացքում ես այնքան տարեցեմ, որ ուղղափառ եկեղեցուն ներկայացրել եմ ընդդեմ սովետական միության, երբ փորձում են եկեղեցիները վերցնել իրենց հսկողության ներքո։ Երբ խոսում ենք Արցախի մասին, երբ խոսում ենք այն փաստի մասին, որ ցեղասպանության հուշարձան կա Արցախում, որը բացվեց, ոչնչացվեց, հենց վերջերս, երբ Հայաստանում ցեղասպանության քննարկումը լուսաբանում ազգային հեռուստատեսությամբ կրճատվում է, ինչը դա որևէ մեկին ցույց տալիս այն մասին, թե ինչ ուղղությամբ է այս երկիրը ընթանում։ Ես կարող եմ ասել, դա նշանակում է չպատվել նահատակներին, ցեղասպանության ժամանակ նահատակվածներին, ավելի վատ բան չկա, հետո էլ քաղաքացիական տոն կազմակերպել ու փորձել ցեղասպանությունից ուշադրություն շեղել։ Դա ինձ վատ բան չկա, իմ գրքերի մեջ դա ինձ վատ բան չկա։ Բան, ինչը երբևէ չի կարելի անել, պատանդներից հրաժարվել կամ պղծել պատմությունը սեփական, որովհետև եթե չես հարգում սեփական պատմությունը, ուրիշ ոչ ոք չի հարգի։ Ես որպես ավելի տարեց մարդ ձեզ պիտի ասեմ, որ շոկի եւ զզվանքի ապրումներ եմ ունեցել, երբ հետևել եմ, թե ինչ է այստեղ տեղի ունեցել ցեղասպանության առնչությամբ։ Եթե հայերը չեն հարգելու ցեղասպանությունը, ինչպես անես որ աշխարհի մյուս երկրները հարգեն ցեղասպանությունը, իսկ ցեղասպանությունը պետք է հարգել, որովհետև դա ամբողջ հայ ժողովրդի նրանց այսօրվա վիճակի եւ այսօրվա վիճակում հայտնվելու պատճառների բացատրությունն է։ Ինչպես սփյուռքը այսքան
կարևոր եւ ինչ է Փաշինյանը արել, նա պատերազմ է հայտարարել Սփյուռքի դեմ։ Դեպի վերջինս մեծ ուժի, ձեռներեցության եւ աճի աղբյուր է նա իրենց դեմ պատերազմ է հայտարարել։ Սփյուռքի հետ եմ խոսել ամբողջ աշխարհում։ Ես չեմ խոսել մի Սփյուռքահայի հետ, ով Փաշինյանի իշխանության ներքո չվախենա Հայաստանի ապագայի համար։ Եվ այս վերջին ցուցադրությունը եւ Եվրոպական քաղաքական համայնքի ժողովը եւ եկեղեցու կապակցությամբ ընդհանրապես ընդգծում է եւ խորացնում է վախերը, որոնք գոյություն ունեն։ Եվ այս անգամ մատնանշել նաեւ որ ահա որ մի հայտարարություն արվեց կոնգրեսի անդամներից Ռենդի Ֆայնի կողմից, որը հայ ժողովրդի հանդեպ ապշեցնող բռնություն էր, ինչ ասաց Փաշինյանը, ինչ ասաց կառավարությունը, երբ այդ անհավանատալի հայտարարությունն արվեց։ Ոչինչ, եղավ լռություն։ Կարծես ամեն երկիր կարող է Հայաստանին դավաճանել, երբ Հայաստանի առաջնորդը չի կանգնում եւ չի պաշտպանում իր ժողովրդին, իրենց պատմությունը, իրենց եկեղեցին եւ իրենց մշակույթը։ Եվ հա թե ինչու ըստ իս Կարապետյանի այս տեխնացությունը այսքան կարևոր է։ Իսկ ես հնարավորություն ունեցել եմ ժամանակ անցկացնելու ոչ միայն Սամվելի հետ, ում ճանաչում եմ վաղուց, այլև Նարեկի, ով հոգով սրտով նվիրվել է Քարոզ Արշավին եւ որքան լսել եմ նա հոյակապ կարողացել է բոլոր 900 գյուղեր հասնել իր խոսքը հասանելի դարձնել մարդկանց եւ բացատրել թե ինչքան գոյաբանական է այս ընտրությունը